Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Մեր ակումբի անդամները տարբեր տարիքային խմբի տարբեր հետաքրքրություն ունեցող կանայք են, բայց բոլորին միավորում է մեկ բան՝ նրանք տեղեկացված մայրիկներ են։ Մեր ակումբի անդամներից 3 գեղեցիկ ու խելացի մայրիկներ այսօր կմրցեն մեր խաղի ընթացքում։ Եկեք նախապես ծանոթանանք նրանց հետ։ Մարիաննա Հովսեփյան, 25 տարեկան։ Մարիաննայի դստիկը Լաուրան 11 ամսական է։ Փոքրիկը շատ կապված է նաև հայրիկի հետ։ Սա թերևս ունի իր բացատրությունը։ Հայրիկն ակտիվ օգնում է աղջկան մեծացնելու եւ խնամքի հարցերում եւ չի խուսափում հարկ եղած դեպքում թաթախվել փոքրիկին առնչվող կենցաղային գործերով։ Տաթևիկ Հովանիսյան, 34 տարեկան։ Տաթևիկը 2 որդի ունի՝ Վալոդիան եւ Տիգրանը։ Տղաները շատ հոգատար են հատկապես տատիկի նկատմամբ։ Եթե նույնիսկ 1 կտոր միլք են ուտում, առաջինը պարտադիր տատիկին են հյուրասիրում։ Տաթևիկի որդիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում աստղերի, մոլորակների նկատմամբ։ Նրանք կարող են կլանված անդադար կարդալ եւ նոր բաներ բացահայտել տիեզերքի մասին։ Արսինե Մուրադյան, 25 տարեկան։ Արսինեն Մարիի եւ Էվայի մայրիկն է։ 5-ամյա Մարին շատ սրտացավ է կենդանիների եւ իրենից փոքր երեխաների նկատմամբ։ Մայրիկը նույնիսկ հանգիստ խղճով աղջնակին վստահում է նրա նորածին քույրիկի խնամքը։ Իսկ եթե վերջինս հանկարծ սկսում է լաց լինել, Մարին այնքան զգացմունքային է, որ կարող է քույրիկի հետ միասին արտասվել։ Ողջույն մայրիկներ։ Ողջույն։ Լավ է տրամադրությունը։ Շատ։ Ձեր երեխաների լուսանկարները փոքրիկ տեսանյութերի օգնությամբ մենք դիտեցինք, ծանոթացանք նրանց հետ, առաջարկում եմ առաջիկա րոպեների ընթացքում լիցքաթափվելու համար մի թեմայի մասին խոսենք։ Մամայական կյանքի ընթացքում մեզանից յուրաքանչյուրն էլ որքան փորձառու լինի, կարիք ունի նոր տեղեկատվության, ամեն թեմայի մասին նորը իմանալու։ Ինձ հետաքրքիր է, ով է այդ հարցում ձեզ օգնում, կարդում եք, խորհուրդ եք հարցնում, եթե խորհուրդ եք հարցնում, ումից եք խորհուրդ հարցնում, ինչ եք կարդում, որ աղբյուրներից եք օգտվում, որպեսզի ավելի տեղեկացված մայրիկ դառնաք։ Մարիաննա, սկսենք ձեզանից։ Ես կարդում եմ գրքերից, ինտերնետից եւ ավելի շատ մայրիկների ակումբն եմ հետևում խաղին, այո։ Լավ է։ Եվ դրա միջոցով ես տեղեկացված եմ լինում։ Գիրք, համացանց եւ հեռուստատեսային նախագծեր նաեւ Մարիաննա, շատ լավ է։ Հետաքրքիր է Տաթևը ինչից է օգտվում։ Ես շատ կարդում եմ։ Ինչ համացանցով չէ, գրքեր, բոլոր փորփրում են բոլոր բժշկական գրքերը, բոլորը, նամանավանդ նրանք, որոնք վերաբերվում են երեխայի։ Կան թեմաներ, որ առավել հետաքրքիր են ձեզ Տաթև։ Մանկական հիվանդությունները ինձ շատ հետաքրքրում են, հա, հիվանդությունները, առողջությունները, բուժումը, կանխարգելումը։ Լավ։ Ինչպես նաև համացանցից եւ հեռուստատեսությամբ ինչ վերաբերում է բալիկներին, նամանավանդ բալիկներին, առողջական բոլոր հաղորդումները նայում եմ, նամանավանդ բալիկներին շատ ուշադիր հետևում եմ։ Տաթև, եթե հանկարծ երեխան հիվանդանում է կամ որևէ դեպք է տեղի ունենում, առաջինը ինչին կամ ում եք վստահում։ Ամենաառաջինը ես վստահում եմ ինձ։ Նախ մի հատ ես այսպես թափվում եմ, մի հատ այսպես հասկանում իրավիճակը, հա, հասկանում եմ իրավիճակը ինչի հետ գործ ունեմ, ես տվյալ պահին ինչ հիվանդության կամ բալիկիս մոտ ինչ խնդիր է ու անցնում եմ գործի։ Շատ լավ, մայրիկը վստահում է իրեն, որովհետև վստահ է տեղեկացված է։ Արսինե, դուք ում եք դիմում կամ ինչ միջոցներից եք օգտվում։ Հիմնական տեղեկատվությունը համացանցից, սոցիալական խմբերից, շատ հետաքրքիր խմբեր կան, սոցիալական, որ կարելի է օգտվել։ Այսինքն մայրիկներից էլ եք խորհուրդ հարցնում։ Անպայման, որովհետև փորձի փոխանակումը երբեմն լավ դրական արդյունք է տալիս։ Ու երևի ավելի շատ մայրիկիս եմ դիմում, որպես արդեն ավագ սերնդից։ Արսինե, փաստորեն դուք համացանց, նաև սոցցանցերում տարբեր խմբերի մայրիկների եք դիմում եւ իհարկե ձեր մայրիկից եք խորհուրդ հարցնում։ Շատ լավ է։ Մայրիկներ, հիմա կստուգենք առաջիկա փուլերի ընթացքում, թե որքանով եք դուք տեղեկացված այն թեմաների շուրջ իհարկե, որոնց կանդրադառնանք մեր հաղորդման ընթացքում, իհարկե մեկ հաղորդման ընթացքում անհնար է ստուգել մայրիկի ամբողջ տեղեկատվական բազան, բայց ընդամենը մի քանի րոպեների ընթացքում մենք հասցնելու ենք բազմաթիվ շատ ու տարբեր թեմաներին անդրադառնալ ու թեմաների մասին խոսել, այդ հարցում նաև մեզ քիչ հետո մանկաբույժն է օգնելու։ Բայց մինչ ամենին անցնելը առաջարկում եմ ծանոթանալ մեր այսօրվա խաղի առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի։ Ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր խաղի առաջին փուլը։ Առաջին փուլի ընթացքում ձեզանից յուրաքանչյուրին ես կուղեմ 5-ական հարց։ Մարիաննա, խաղը սկսում ենք ձեզ հետ։ Հնչեցնում եմ հարցը եւ լսում ենք պատասխանը։ Ինչպես է արտահայտվում ջրծաղիկը։ Նշեք առնվազն 1 բնութագրում։ Ցանով։ Ճիշտ է պատասխանը։ Մարիաննա, նշեք աուտիզմի դրսևորման հիմնական ձևը։ Շփման խանգարում։
Ճիշտ է պատասխանը։ Մարիաննա, արդյոք արթրոզը արյան հիվանդություն է։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը, արթրոզը հոդերի քրոնիկական հիվանդություն է։ Հաջորդ հարցը։ Առանց կրունկի կոշիկը կարող է առաջացնել ողնաշարի ծռումներ։ Կարող է։ Ճիշտ է պատասխանը եւ վերջին հարցը Մարիաննա։ Հնարավոր է արդյոք գիշերային աշխատանքը անքնության պատճառ դառնալ։ Այո, իհարկե։ Ճիշտ է պատասխանը, շնորհավորում եմ ձեզ Մարիաննա, 5 հարց, 5 ճիշտ պատասխան, տեսնենք ինչպես է հարցերին պատասխանելու Տաթևը, ով կարծես գիտեր բոլոր հարցերի պատասխանները, փորձում էր օգնել Մարիաննային, բայց Մարիաննան բոլոր հարցերին միանգամից ճիշտ պատասխան տվեց։ Տաթև, լավ է տրամադրությունը։ Ուրեմն անցանք հարցերի։ Ինչպես է բացվում միավ հապավումը։ Մարդու իմունոդեֆիցիտային անբավարարության վիրուս։ Մարդու իմունային անբավարարության վիրուս։ Ճիշտ է պատասխանը։ Տաթև, հայրիկը թե մայրիկն են պատասխանատու ապագա երեխայի սեռի որոշման համար։ Երկուսով։ Բայց հայրիկը։ Ճիշտ է պատասխանը, երբեմն հայրիկները մեղադրում են, չէ՞, մայրիկներին որևէ սեռի երեխա ունենալու համար։ Այնինչ այն հայրիկից է կախված ապագա երեխայի սեռը։ Մյուս հարցը, Տաթև, նշեք վերարտադրողական օժանդակ 1 մեթոդ։ Արհեստական բեղմնավորում արհեստական ճանապարհով։ Այո, արհեստական բեղմնավորումը ճիշտ է։ Հաջորդ հարցը։ Վաղաժամ է համարվում այն ծննդաբերությունը, որը տեղի ունենում հղիության որ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում։ Մոտավոր։ Դեղեղության ժամանակահատվածը 38-ից 42 շաբաթականն է, դրանից վաղը համարվում է ժամանակից շուտ, հա? Ճիշտ է պատասխանը, մինչև 37 շաբաթական, 22-ից 37 շաբաթականը ժամկետում ընկած ծննդաբերությունը համարվում է վաղաժամ ծննդաբերություն։ Տաթև, վերջին հարցը։ Արդյոք կարելի է վիրուսային հիվանդության ժամանակ երեխային հակաբիոտիկ պարունակող դեղամիջոց տալ։ Այո։ Սխալ է պատասխանը, Տաթև։ Վիրուսային հիվանդության ժամանակ երեխային հակաբիոտիկ չենք տալիս։ Տաթև, շնորհակալ եմ ձեզ հարցերին պատասխանելու համար։ Փաստորեն ընդամենը 1 հարց, որը չստացավ ճիշտ պատասխան, եւ մենք խաղը շարունակում ենք երրորդ մասնակցի հետ, Արսինեի հետ։ Արսինե, լավ է տրամադրությունը։ Հուզմունք։ Չկա հուզմունք։ Սա հիասքանչ է։ Սկսեցինք։ Քանի ձվարան ունի կինը։ Արսինե։ Ճիշտ է։ Երբ կարող է միավը փոխանցվել մորից երեխային։ Ծննդաբերության ժամանակ եւ կրծքով կերակրման։ Ճիշտ է պատասխանը։ Հիմնականում ինչ ճանապարհով է փոխանցվում սիֆիլիսը։ Սեռական։ Ճիշտ է։ Մյուս հարցը։ Ինչպես է կոչվում միզապարկի բորբոքային հիվանդությունը։ Ցիստիտ։ Ճիշտ է։ Եվ վերջին հարցը։ Արդյոք կեսարյան հատումից հետո հնարավոր է ծննդաբերել բնական ճանապարհով։ Իհարկե։ Իհարկե շատ գինեկոլոգներ խուսափում են դրանից, բայց կեսարյանից հետո կարելի է ունենալ երեխա բնական ճանապարհով, եթե անցել է 3 տարի եւ եթե գինեկոլոգը համարձակվում է վարել նման ծննդաբերություն։ Շնորհակալություն Արսինե հարցերին ճիշտ պատասխանելու համար։ Մայրիկներ, առաջին փուլը ավարտվեց։ Եկեք ծանոթանանք միավորներին։ Առաջին փուլի արդյունքում Մարիաննան ունի 5 միավոր, Տաթևը ունի 4 միավոր եւ Արսինեն ունի 5 միավոր։ Միավորները կարելի է ասել, որ հավասար են, առաջիկա 2 փուլերը վճռորոշ են լինելու մայրիկներ, եկեք ժամանակ չկորցնենք եւ ծանոթանանք երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի երկրորդ փուլը։ Մայրիկներ, երկրորդ փուլի ընթացքում խոսելու ենք պտղի սրտի զարկերի մասին, հետաքրքիր տեսանյութ ենք դիտելու, լսելու ենք մասնագիտական խոսք, տեսանյութը դիտելուց հետո արդեն կանցնենք հարց ու պատասխանի հատվածին։ Եթե պատրաստ եք, եկեք նախ եւ առաջ դիտենք տեսանյութը։ Ուշադրություն էկրանին։ Յուրաքանչյուր ապագա մայրիկ անհամբերությամբ է սպասում այն պահին, թե երբ է վերջապես լսելու իր ապագա փոքրիկի սրտի զարկերը։ Որպես կանոն պտղի սիրտը սկսում է ձևավորվել բեղմնավորման պահից 15 օր հետո, սակայն գերձայնային հետազոտության միջոցով հնարավոր է լսել սիրտը մոտավորապես հղիության 6-րդ շաբաթում։ Եթե ապագա ծնողների համար պտղի սրտի զարկերը հիմնականում զգացմունքային ապրումների առիթ են դառնում, մասնագետներին դրանք անչափ կարևոր տեղեկատվություն են փոխանցում։ Առաջին սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ, եթե մենք տեսնում ենք գեստացիոն ժամկետը 6 շաբաթական եւ չենք տեսնում պտղի սրտի զարկեր, ու մենք նշանակում ենք անպայման ստուգիչ ուլտրաձայնային հետազոտություն։ Սակայն եթե գեստացիոն ժամկետից 7 շաբաթ հաշվելուց հետո մենք չենք տեսնում սրտի զարկ, կարելի է մտածել, որ մենք գործ ունենք չզարգացող հղիության հետ։ Բնականաբար հարցը դրվում է հղիության ընդհատման։
Ամբողջ հղիության ընթացքում մասնագետներն ամենայն ուշադրությամբ հսկում են պտղի սրտի զարկերը։ Հղիության մինչև 12-րդ շաբաթը սրտի բաբախը հնարավոր է լսել միայն ուլտրաձայնային հետազոտության միջոցով, իսկ երկրորդ եւ երրորդ եռամսյակներում այն կարելի է լսել մանկաբարձական շարժական ստետոսկոպի միջոցով։ Եթե առաջին եռամսյակում սրտի զարկերը մասնագետներին պտղի բնականon աճի մասին են տեղեկատվություն փոխանցում, ապա երկրորդ եւ երրորդ եռամսյակներում 28 շաբաթականից հետո հետազոտության նպատակները փոխվում են։ 28 շաբաթականից հետո մենք ոչ միայն ուզում ենք ճշտել պտուղը կենդանի է թե չէ, այլև մենք ուզում ենք ճշտել պտղի որպիսությունը ներարգանդային կյանքում։ Այդ ժամկետում մենք ավելի ծնդալուծման, այսպես ասած, տարբերակների հետ կապված ենք, ավելի կարևորում է այդ ինֆորմացիան։ Այդ իսկ պատճառով պտղի սրտերի զարգացումը այդ ժամկետում մեզ համար կարևորվում է ոչ միայն ուլտրաձայնային հետազոտությամբ, այլև նաև այլ սարքերով, այսպես կոչված դոպլեր հետազոտության վրա հիմնված սարքերով։ Հղիության վերջին ամիսներին մասնագետները դիմում են նաև կարդիոտոկոգրաֆիա հետազոտությանը, որը հնարավորություն է տալիս ստուգելու պտղի սրտամկանի եւ մայրիկի արգանդապատերի կծկումների հաճախականությունը։ Այն արձանագրվում է ժապավենի վրա։ Սրտի կծկումների հաճախականությունը կամ հիմնային ռիթմը պտղի հանգիստ վիճակում պետք է լինի մոտավորապես 110-ից 116 զարկի սահմաններում, իսկ շարժման վիճակում 130-ից 190։ Ռիթմը պետք է հավասարաչափ լինի։ Ռիթմի տատանումների նորման պետք է լինի 5-ից 25 զարկ 1 րոպեում։ Նորմայից շեղումներն արդեն ահազանգ են հանդիսանում գինեկոլոգների համար։ Առաջին հերթին դա սնուցման խանգարումներն են, այսինքն դա հուշում է այն մասին, որ պտուղը ինչ-որ միտեղ սնուցումը կամ խանգարված է, կամ կա ինչ-որ պտղի կյանքին սպառնացող իրավիճակ, լինում են նաև նման դեպքեր, եւ նման դեպքերում արդեն բնականաբար հետազոտություն պետք է արվի շտապ կամ դոպլեր հետազոտություն կամ երբեմն լինում են դեպքեր, երբ որ նույնիսկ դոպլեր հետազոտության համար ժամանակ չի լինում եւ մենք արագ փորձում ենք ծնդալուծել կնոջը։ Նորագույն սարքավորումները հետազոտության արդյունքը հրապարակում են արդեն իսկ միավորները վերծանած։ Արդյունքների վերլուծությունը կատարում է բժիշկը։ Հաճախ արդյունքների վրա ազդեցություն են ունենում եղանակը, կնոջ ինքնազգացողությունը, տրամադրությունը եւ այլն։ Այնպես որ մասնագետը պետք է մեկնաբանի արդյունքները հաշվի առնելով նաև այդ գործոնները։ Իդեպ մասնագետները փաստում են, որ կարդիոտոկոգրաֆիան բացարձակապես անվնաս հետազոտություն է, որի ընթացքում կինը ցավ չի զգում եւ այն չունի հակացություններ։ Տեսանյութը դիտեցինք, ժամանակն է, որ հնչեցնեմ հարցերը եւ լսեմ դրանց պատասխանները։ Առաջինը պատասխանի հնարավորություն կստանա այն մայրիկն, ով ամենաարագը կսեղմի կոճակը։ Պատրաստ եք։ Սկսեցինք։ Երբ է սկսում ձևավորվել պտղի սիրտը։ Մարիաննա։ 7-րդ 6-ից 7-րդ շաբաթում։ 7-րդ շաբաթում։ Սխալ է պատասխանը։ Սիրտը ձևավորվում է հղիության բեղմնավորումից 15 օր հետո, Մարիաննա։ Հաջորդ հարցն ենք լսում։ Երբ է հնարավոր լսել պտղի սրտի բաբախը։ Արսինե։ Պտղի սրտի բաբախը հնարավոր է ուլտրաձայնային միջոցով հնարավոր է լսել 6 շաբաթականից սկսած։ Այ Մարիաննա, դուք շփոթեցիք հավանաբար այդ երկու հարցերը։ Երրորդ հարցը հնչում է այսպես. Մայրիկներ, ինչ սարքի միջոցով է առաջին եռամսյակում ստուգվում պտղի սիրտը։ Արսինե։ Էխոյով, հայերեն Սոնոգրաֆիայով։ ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Ճիշտ է պատասխանը, անցնում ենք առաջ։ Երկրորդ եւ երրորդ եռամսյակներում ուլտրաձայնային հետազոտությունից բացի էլ ինչ սարքերով է հնարավոր ստուգել պտղի սիրտը։ Դոպլեր հետազոտությամբ։ Ճիշտ է պատասխանը, դոպլեր, նաև շարժական ստետոսկոպի միջոցով եւ կարդիոտոկոգրաֆիայի միջոցով։ Անցնում ենք մյուս հարցին։ Ինչ է կարդիոտոկոգրաֆիան։ Արսինե։ Կարդիոտոկոգրաֆիան դա միաժամանակ մոր եւ պտղի սրտի զարկերը ստուգող սարք է, որը որոշում է նրանց բնականon աշխատանքը։ Մոր եւ պտղի։ Չեմ կարող ընդունել որպես ճիշտ պատասխան։ Կարդիոտոկոգրաֆիայի միջոցով հնարավոր է լինում ստուգել պտղի սրտամկանի եւ մայրիկի արգանդափողերի կծկումների հաճախականությունը, ոչ թե մայրիկի սրտի։ Սա շատ կարեւոր տեղեկատվություն է տալիս գինեկոլոգներին, հա, նրանք նաեւ կարողանում են դրա օգնությամբ անգամ իմանալ, թե քանի ժամից կարող է սկսվել ծննդաբերությունը, որովհետեւ արգանդի պատերի կծկումներն է նաեւ ցույց տալիս այս սարքը։ Անցնում ենք առաջ, լսում մյուս հարցը։ Մայրիկներ, ինչի մասին է վկայում կարդիոտոկոգրաֆիայի ժամանակ նորմայից շեղումները։ Լսում ենք ձեզ, Աթև։ Եթե կարդիոտոկոգրաֆիայի ժամանակ նկատելի են շեղումներ, մենք գործ ունենք պտղի կյանքի վտանգ սպառնացող խնդիրների հետ։
Ճիշտ է պատասխանը, ինչպես նաև դա վկայում է սնուցման խանգարումների մասին, մասնագետը դրա մասին նույնպես խոսեց, շնորհակալություն պատասխանի համար եւ վերջին հարցը։ Արդյոք վտանգավոր է համարվում կարտիոտոկոգրաֆիան։ Արսինե։ Ոչ, մասնագետները համարում են, որ այդ ժամանակը կինը ցավ չի զգում եւ իրենից վտանգ չի ներկայացնում այդ հետազոտությունում։ Ճիշտ եք կարծում, ճիշտ է պատասխանը։ Երկրորդ փուլի հարցերն ավարտվեցին։ Սա նշանակում է, որ ժամանակն է պարզենք, թե երկու փուլերի արդյունքում ձեզանից յուրաքանչյուրը քանի միավոր ունի։ Սկսենք Մարիաննա ձեզանից։ Երկու փուլերի արդյունքում Մարիաննան ունի 6 միավոր, Տաթևը ունի 5 միավոր եւ Արսինեն ունի 7 միավոր։ Սիրելի մայրիկներ, երրորդ փուլը լինելու է վճռորոշ, որովհետև տատանվում են միավորները եւ շատ իրարից չեն տարբերվում։ Առաջարկում եմ ծանոթանալ երրորդ փուլի կանոններին։ Երրորդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը։ Փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։ Մայրիկներ, մենք արդեն մեր խաղի երրորդ փուլում ենք, երրորդ փուլի ընթացքում դուք կստանաք հետաքրքիր առաջադրանք։ Թե որը կլինի առաջադրանքը կհնչեցնեմ միայն մեր հյուրին տաղավար հրավիրելուց հետո մայրիկների ակումբում է մանկաբույր Գոհար Քյարունցը։ Ողջույն մայրիկներ։ Ողջույն ձեզ։ Ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, խոսելու ենք հաճելի թեմայի մասին՝ նորածնի լոգանք։ Մենք մեր այսօրվա մասնակից 3 մայրիկներին բաժանել ենք մատիտներ, թղթեր, իսկ սեղանին դրված տեսնում ենք տարբեր միջոցներ։ Առաջադրանքը այսպիսին է. որ միջոցներով կարելի է ամեն օր լողացնել նորածին փոքրիկին, ինչ կարելի է ավելացնել լոգանքի ջրին։ Սեղանին դրված մենք տեսնում ենք 4 օճառ, եղեսպակ, շալֆեա, տեսնում ենք չիրիդա, կատվախոտ, տեսնում ենք ռամաշկա, երիցուկը եւ տեսնում ենք ծովային աղ, ինչպես նաեւ խնամքի միջոցներ։ Մենք այստեղ տեսնում ենք շամպուն, մանկական, տեսնում ենք մանկական օճառ եւ տեսնում ենք լողացնելու հեղուկ առանց օճառի պարունակության։ Առաջադրանքը պարզ է։ Դուք ունեք ընդամենը մի քանի րոպե ընտրելու միջոցներ, որոնցով կարելի է ամեն օր լողացնել նորածին փոքրիկին, խնդրում եմ գրեք։ Վերջ, բժշկուհի, մայրիկները ավարտեցին իրենց աշխատանքը եւ մենք տեսնենք, թե ինչ տարբերակներ են ընտրել նորածնի ամենօրյա լոգանքի համար։ Սկսենք ձեզանից, Մարիաննա։ Երիցուկ, չերեդա, լոգաքի գել առանց օճառ չպարունակող եւ եղիսպակ, երիցուկ, չերեդա։ Շատ լավ։ Փաստորեն խոտաբույսերն են ընտրել Մարիաննան ամենօրյա լոգանքի համար, ընտրել է առանց օճառ պարունակող գելը։ Վերջ։ Այո, մեկնաբանեմ ինչու։ Խնդրեմ։ Ես ավելի շատ կողմնակից եմ խոտաբույսերին, քանի որ նրանք հանգստացնում են մարմինը եւ ավելի շատ վարակազերծ են բորբոքային process-ը չխորացնելով, եթե նորածինը ծնվում է բորբոքային process-ով մաշկի խնդիրով, այդ ժամանակ ավելի օգտակար է, իսկ օճառ չեմ ընտրել, որովհետեւ մաշկը չորացնում է, ամենօրյա լոգանքի դեպքում մաշկը չորացնում է օճառը։ Դուք ձեր երեխային ամեն օր խոտաբույսով լողացրել եք, Մարիաննա։ Մինչև 40 օրեկան, այո։ Ամեն օր։ Շատ լավ։ Ոչ միայն խոտաբույսերով եւ նաեւ լոգանքի գելով։ Գելով։ Շատ լավ։ Շնորհակալություն պատասխանի համար, Տաթև, լսում ենք ձեզ։ Ինձ համար լողացնելուց ամենաառաջնահերթն է երեխայի անվտանգության կանոններին հետևելը, այնուհետև ջրին ավելացնում եմ չերեդա, կավելացնեի չերեդա, կլողացնեի մանկական շամպունով, Եվ վերջ։ Երկու տարբերակ՝ չերեդա եւ մանկական շամպուն։ Շնորհակալություն պատասխանելու համար, Տաթև, եւ լսենք երրորդ մասնակցին Արսինեն։ Միջոցներից ես ընտրել եմ օճառ չպարունակող լոգանքի շամպունը, լոգանքի գելը եւ ծովի աղը։ Սրանք նախընտրում եմ օգտագործել ամեն օր, սակայն խոտաբույսերը շատ օգտակար են, սակայն ոչ ամեն օրվա օգտագործման համար կարելի է շաբաթական մեկ անգամ ընտրել մեկ խոտաբույս կամ 3 օրը մեկ անգամ, ուղղակի պրոֆիլակտիկ կերպով օգտագործում եմ, բայց ամեն օրվա նախընտրում եմ։ Առաջադրանքը ամեն օրն էր, մենք հասկացանք, թե ամեն օր դուք ինչով կարող եք լողացնել, պետք է լողացնեիք։ Շնորհակալություն աղջիկներ պատասխանի համար, իսկ հիմա լսում ենք մանկաբույժին։ Ինչով կարելի է լողացնել նորածին փոքրիկին
ամեն օր։ Ես անընդհատ շեշտում եմ ամեն օրը, որպեսզի այդ կերպ մի քիչ մայրիկներին էլ օգնեի, բայց նրանք չօգտվեցին իմ ամեն օրից։ Ամենօրյա լոգանքի համար իհարկե իդեալական տարբերակը համարվում է մաքուր ջուրը առանց որևէ հավելումների, քանի որ մենք դեռևս վստահ չենք, արդյոք փոքրիկը ալերգիկ մաշկ ունի, նա ինչ ռեակցիա կտա այս տվյալ խոտաբույսերին, կամ արդյոք անհրաժեշտ է ծովի աղը, դա միայն արվում է բժշկական ցուցումով, երբ երեխայի մոտ կան որոշակի խնդիրներ, եւ այո, ծովի աղը, ինչպես նաեւ մյուս բոլոր խոտաբույսերը, որոնք դրված են սեղանին, այդ իսկ պատճառով իդեալականը համարվում է մաքուր ջուրը առանց որևէ հավելումների եւ շաբաթը մեկ անգամ, 1-2 անգամ կարելի է օգտագործել օճառ չպարունակող հեղուկները, մարմնի լոգանքի համար նախատեսված, շամպույն նույնպես խորհուրդ տրվում է, եթե օճառ չի պարունակում, քանի որ այդ տարիքի համար նախատեսված շամպույնները նրանք ունիվերսալ են, նախատեսված են ոչ միայն գլխամաշկի մազերի համար, այլ նաև ամբողջ մարմնի համար։ Սակայն նորից շեշտում եմ, որ իդեալականը համարվում է մաքուր ջուրը, առանց որևէ հավելումների, այդ թվում նաև առանց մարգանցովկայի, որը լրացուցիչ չորացնում է երեխայի, նորածին երեխայի մաշկը։ Ոսկե կանոն է, այդ մասին խոսում են բոլոր մանկաբույժները, դրա համար էլ մայրիկներ ես պարբերաբար կրկնում եի, ամեն օր ինչով կարելի է նորածնին լողացնել, նորածնին պետք է լողացնել մաքուր ջրով, առանց որևէ ավելցուկի, առանց որևէ հավելումի։ Բայց եկեք խոսենք, թե ինչու չի կարելի մանկական չոր օճառով լողացնել, որովհետև շատ հաճախ ենք այդ խորհուրդը լսում, որ կյանքի առաջին օրերին հատկապես չոր օճառ պետք է օգտագործել։ Ուրեմն նորածնի մաշկը դեռևս հարուստ չէ ճարպագեղձերով, պրակտիկորեն ճարպ չի արտադրում մաշկը, իսկ գիտենք, որ մաշկի արտադրած ճարպը օծում է մաշկը, այդ եղանակով պաշտպանելով երեխայի նուրբ շատ զգայուն մաշկը արտաքին ազդակներից, վնասներից։ Առանց այդ էլ ճարպազերծված մաշկին մենք քսելով չոր կոշտ այսպիսի օճառները, մենք լրացուցիչ հանում ենք այն եղած նուրբ ճարպային շերտը, դրանով իսկ ավելի ենթարկելով երեխային հետագա ռիսկերի, մաշկի վնասման, չորացման, ատոպիկ դերմատիտների, որը այժմ շատ ակտուալ խնդիր է, շատ մեծ խնդիր է, այո, կարմիր չոր մաշկը թեփոտված, որը հենց այդ նույն ատոպիկ դերմատիտն է, ինչը հաճախ առաջանում է սխալ խնամքի հետևանքով, մաշկը լրացուցիչ չորացնելու, սենյակում շատ բարձր ջերմաստիճան ապահովելով, երբ որ երեխայի մաշկից անընդհատ այո գերտաքացում է, հեղուկները դուրս են գալիս եւ այդ ճանապարհով ավելի չորանում եւ ճարպազրկվում է մաշկը։ Բժշկուի անգամ փաստորեն ընդունելի տարբերակները օճառ չպարունակող միջոցները հատուկ, կյանքի առաջին օրերի համար նախատեսված, դրանք էլ ընդունելի են միայն շաբաթվա ընթացքում 1 կամ 2 անգամ։ Այո։ Կանոնները եւս մեկ անգամ հիշենք, խոտաբույսեր օգտագործում են միայն բժշկի ցուցումով, հա, բժշկի հետ խորհրդակցելու արդյունքում, որովհետև սրանք իսկապես անչափ օգտակար են, բայց կարող են ալերգիա առաջացնել։ Ծովի աղը առավել եւս դրան զգուշությամբ պետք է Ծովի աղն ունի ցուցումներ, ռախիտով հիվանդ երեխաներին է ցուցված է նաև ատոպիկ ալերգիկ մաշկ ունեցող երեխաներին, սակայն միայն հստակ բժշկի ցուցումով եւ կյանքի որոշակի ժամանակահատվածում, համենայն դեպս ոչ նորածնային հասակում։ Շնորհակալություն մեկնաբանելու համար, հիմա ժամանակն է, արդեն մայրիկների պատասխանները հասկացանք, որ պարզապես թղթի վրա ոչինչ չպետք է գրեիք, որովհետև եթե ամեն օր ուրեմն առանց որևէ մեթոդի։ Ինչպես գնահատենք մայրիկներին, հաշվի առնելով երևի ով է ավելի շատ տարբերակներ նշել, ով է ավելի քիչ տարբերակներ նշել։ Հաշվի առնելով, որ բոլոր մայրիկներն էլ փորձում են մաքսիմալ օգտակար լինեն իրենց բալիկներին, իհարկե թույլ տալով որոշ սխալներ, որոնց մասին նրանք պարզապես տեղեկացած չեն եղել, ես իհարկե բոլոր մայրիկներին կգնահատեմ 1 բալով, բացառությամբ մեր երկրորդ մասնակցի, որը մի փոքր ավելի քիչ է սխալներ թույլ տվել, ընտրել է ընդհանրապես 2 տարբերակ, որոնք բնականաբար երկուսն էլ սխալ էին։ Շնորհակալություն գոհար միավորների համար, եկեք պարզենք, թե 3 փուլերի արդյունքում ձեզանից յուրաքանչյուրը քանի միավոր ունի եւ սկսենք Մարիաննայից։ 3 փուլերի արդյունքում Մարիաննան վաստակել է 7 միավոր, Տաթևը վաստակել է 7 միավոր եւ Արսինեն վաստակել է 8 միավոր։ Բժշկուի շնորհակալ եմ տեղեկատվության եւ խորհուրդների համար, մայրիկներ, ժամանակն է ամփոփելու մեր այսօրվա խաղը։
Դե ինչ մայրիկներ, ավարտին մոտեցավ նաև մեր այսօրվա խաղը, շատ հավասար խաղ ունեցանք այսօր, փաստորեն ընդամենը մեկ միավորով մեր խաղի հաղթող ճանաչվեց Արսինեն, ում շնորհավորում ենք, ես ուզում եմ երեքիդ էլ հավասարապես շնորհավորել, որովհետև մեր խաղում հիմնականում չկան հաղթողներ եւ պարտվողներ, նպատակը մեկն է խաղի օգնությամբ տեղեկատված դարձնել հեռուստադիտող մայրիկներին, մենք բոլորս հաղթող ենք, որովհետև մայրիկ ենք։ Կրծքանշանները ձեզ պարբերաբար կհիշեցնեն, որ դուք մասնակցել եք մայրիկների ակումբին։ Շնորհակալություն մասնակցության համար, հաջողություն։ Տեսություն։ Հաջողություն։ Մենք շարունակում ենք փնտրել տեղեկացված ու գրագետ մայրիկների։ Եթե կարծում եք, որ այդպիսին եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում եւ առանձին նամակով ուղարկեք մեզ ձեր տվյալները, եւ մենք կհանդիպենք մայրիկների ակումբում։